Շնորհակալություն Տիկին Ջուլակյան, ես ճիշտ ասած հարց ունեի, չհասցրեցի տալ, բայց ելույթի հնարավորությունը կօգտագործեմ։ Հարցս բուն նախագծին չի վերաբերվում, բայց էլի ընտրական process-ների ու ընդհանրապես խորհրդարանի հետ կապված մի հատ շատ ֆունդամենտալ խնդրի է վերաբերվում։ Մեր օրենքները ասում են, որ Հայաստանի Հանրապետությունում падգամավոր ընտրվելու համար պայմաններ կան, պահանջներ կան եւ դրանցից մեկը հայերենի իմացությունն է։ Եվ որպես կանոն այդ հայերենի իմացությունը հավաստելու համար բավարար է լինում ներկայացնել ատեստատ կամ դիպլոմ, բայց բոլորս գիտեն, գաղտնիք չի, որ Հայաստանում կան շատ մարդիկ, այդ թվում падգամավորության տեխնացուներ, այդ թվում падգամավորներ եւ եղել են եւ կարծում եմ կլինեն, որոնք դիպլոմ ունեն, ատեստատ ունեն, բայց հայերենին չեն տիրապետում։ Օրինակ հավանական կամ իրատեսական համարում եք, որ մենք առաջիկայում ինչ-որ մեխանիզմ ամրագրենք, թեկուզ օրենքով, որ օրինակ քննություն հանձնեն բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են պետական պաշտոն զբաղեցնել, այսինքն ընտրովի, падգամավորի տեխնատու դառնալ։ Օրինակ ես կառաջարկեի ամենահարմար տարբերակը փոխադրություն գրեին, որովհետև փոխադրությունը մի կողմից նշանակում է, որ մարդը ունակ է հասկանալ հայերեն տեքստը, երկրորդ ունակ է վերաշարադրել այդ տեքստը եւ երրորդ դա անում է առանց կոպիտ ուղղագրական սխալների։ Իմ կարծիքով այն մարդը, որը որ պիտի падգամավոր լինի, գոնե պիտի հասկանա, թե օրենքներում ինչ է գրած ու կարողանա իր մտքերը հստակ շարադրել։ Ես օրինակ ընտրություններից հետո կխնդրեմ գործընկերները այս հարցի վերաբերյալ ակտիվ աշխատեն, որովհետեւ դա իմ կարծիքով շատ կարեւոր հարց է։ Իսկ մինչև ընտրությունները բնականաբար կառաջարկեմ մենք ֆլեշմոբ անենք, ովքեր որ ուզում են падգամավորի տեխնատու դառնալ, հրապարակային փոխադրության քննություն հանձնենք, եթե համաձայն եք, եկեք այդ էքսպերիմենտը անենք, հարգելի գործընկերներ, ուղիղ եթերում։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։